Ամբողջ գյուղը եկել են Պարսկաստանի խոյից, Սալմաս գավառից 1800 թվականների։ Այստեղ զբաղվում են հիմնականում անասնաբուծությամբ, հողագործությամբ։ Կարտոշկա են ցանել, պոմիդոր բան ամեն ինչ լինում, այլ իր տան համար օգտագործել, ոչ թե վաճառել, կարտոշկան կարող է վաճառած լինել։ Դաշտերից խոտ են հնձել մարդիկ, ոչխարաբուծությամբ, եկել գովաբուծությամբ են զբաղվել, դրանով էլ ապրել են, դաշտեր են ցանում, գարի ցորեն են ցանում, հացահատիկ, վաճառում են, պետքյանն են հանձնում, չարչարման շատ է, հետո եկամ տաբերչի, գյուղատնտեսական ապրանքները էժան են գնվում, կարտոշկալի, անասնապահությունը, կաթը, կա ջրեր խանութում, որ ծախում են ավելի թանկակ, քան կաթ, ինչքան ներդրում պիտի անես, որ կաթ ստանաս, խոտ քաղելա, հերթ գնալա կոյի և այլ ոչխարի, այդ խոտը տեղ հասցնելա, մի լիտր կաթը ավելի էժան է, քան մի լիտր ջուրը, մի քիչ գազ են տալի, մի քիչ պեսոկ են խառնում և այլ։ Իմ տունն եմ սիրում, իմ պատերն եմ սիրում, իմ շենքն եմ սիրում։ Դուք եք կառուցել, թե Չէ, ես էլ եմ մասնակից եղել, հերս մերս են կառուցել, աղբերներիս մասնակցությունն էլ եղել։ Ժամանակավոր ասենք 10 օրով Երևանում էլ եմ եղել եւ այլը, հա։ Բայց դե ծննդավայրը ուրիշ կերպ է։ Թե մարդիկ ոնց են մտածում, ես չգիտեմ։ Ծննդավայրը պապային, մամային նման է, եթե ճիշտ ես ըմբռնում։ Պապային, մամային ընտանիքից սիրում ես, ծննդավայրդ էլ պետք է սիրես։ Փախնելով, թե եկամուտի հետևից ընկնելով, նույն թափաշտելով ոչ մի լավ բանի չես ասնի։ Եթե շուտ գայիք, լավ ծաղկի հետքերներ եմ այդ ծաղիկները։ Այդ ծաղիկները, որ ծաղկում է, բան գեղեցիկ շատ տպավորիչ է։ Ինձ համար այդ ավելի հետաքրքիր է, քան ամեն պատահական մարդու հետ շփվելը։ Քո ստեղծածոդ հիանաս, զարմանաս, սիրես։ Հետո որ ստեղծում ես, ասենք վարունգ ես ստեղծել, ջրել ես, պոմիդոր ես ստեղծել, քո ստեղծածը քո որ քաղում ես, օգտվում ես, հա, այդ ավելի հետաքրքիր, ավելի հիանալի է, քան գնվածը։ Վերջ քաղած պոմիդորները արևան դետրել եմ, կարմրել է։ Մինչև հիմա նոյեմբեր ամսին կա։ Զբաղմունք կա, եթե մտքումդ աշխատող ես, հա, միշտ աշխատանք կգտնվի։ Մենակ մտքումդ տլի աշխատել։ Թե չէ պարապենք, գործ չկանելու, այդպիսի բան գոյություն չունի գյուղում։ Բարձր պաշտոնավոր մարդիկ ասեն դպրոց են կառուցում։ Որ գալիս են ստուգում են գործերը, ճիշտ են անում, լավ են անում, պետք է ստուգեն, նորմալ կարգավիճակով կառուցվի։ Բայց ոչ մի անգամ չեն հետաքրքրում, այդ բան, որի աշխատավարձը տալիս են, թե չէ։ Ինչ չեն հետաքրքրում։ Տալիս են ուշացումով են տալի։ Կոնկրետ մեր գյուղում չէ, մոտիկ կարող այստեղ էլ լի, ես ինչ չեմ անում, այն մոտակա գյուղում այդպես բան եղել է։ Հենց այնպես չեն ասի ժողովուրդ։ Բոլոր դեպքերում պետք է հետաքրքրես, բան որը գյուղացին աշխատում է, վճարվում է, չի վճարվում, ինչ պայմաններում է ապրում։ Առաջերտին մարդու կյանքն է կարևոր, մարդն է կարևոր, հետո շենքը։ Մի մտնես, կարող է վախենան արտահայտեն, թե 3 ամիս չեմ ստացել, հետո հեսա տալու են, վախենան։ Որովհետև արտահայտեն, այդ ինժեները, ղեկավարությունը գործից կազատի։ Հիմա ավելի շուտ գնում են սահման պահելու, սահման պահողներին ղուրբանալ ենք, հալալ է դրանց, իմ տղեն էլ է սահմանը պահ, կամ մտնի շինարարության մեջ։ Վախենում ասում աշխատեմ, կարող աշխատավարձ 2-3 ամիս հետո տան։ Բարեկներին 400,000 են տալի, այդ ցուրտ ձմռանը սահման պահողին 170-250,000, որքանով է ճիշտ։ Իշխանությունները չեն իմանա, պաշտպանության նախարարը չի իմանա։ Էլ ոնց է հայրենասիրությունը։